Տակտիր փոխելու ներքնակ, կոկոն եւ ֆիտբոլը վնասակար են թե օգտակար։ Աղջիկներ իմ տեսանկյունից բժշկության եւ մանկական զարգացման համատեքստում ես միշտ ասում եմ, որ ոչինչ միանշանակ լավ կամ միանշանակ վատ չէ։ Մեզ մոտ կան գործիքներ։ Օրինակ, ամերիկյան մանկաբուժության ակադեմիան խորհուրդ չի տալիս տանը օգտագործել տակտիր փոխելու ներքնակներ, որովհետև ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դա այնքան էլ հարմար չէ։ Այո, դա հարմար է որպես կազմակերպիչ, բայց ամենից հաճախ երեխաներին պարզապես էսթետիկ տեսանկյունից փոխում են եւ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարում են կամ հատակին, կամ մահճակալի վրա։ Մյուս կողմից, նույն ամերիկյան մանկաբուժության ակադեմիան նշում է, որ ընդհանուր առմամբ տակտիր փոխելու ներքնակը նորմալ տարբերակ է ծնողի մեջքի համար, չէ՞։ Այսինքն ես այստեղ կղեկավարվեի բացառապես ձեր զգացողություններով, ինչ եք ուզում եւ ինչ չեք ուզում։ Բացի այդ, ելնելով ձեր բնակարանի չափերից, եթե այդ տակտիր փոխելու ներքնակը տեղավորվում է այնտեղ եւ դուք ուզում եք, ձեզ դուր է գալիս, լավ, խնդիր չկա, օգտագործեք։ Եթե այս կետերից որևէ մեկը չի համընկնում, ապա դրա կարիքը ընդհանրապես չկա։ Երեխային հաստատ վատ բան չեք անի։ Ինչ վերաբերում է կոկոնին, այստեղ ամեն ինչ լրիվ հանգիստ է։ Սա նորմալ գործիք է։ Միակ բանը ես կօգտագործեի կոկոն պոզիցիոներ, այն մի փոքր ավելի լավ եւ արդյունավետ է իրեն դրսևորում։ Բայց այստեղ էլ կրկին պետք է մշտապես վերահսկել, ինչպես արդեն խոսել ենք նախորդ տեսանյութերում, որպեսզի Աստված մի ալասե դիրքային շնչահեղձություն չլինի։ Այսինքն միշտ եւ միշտ, եթե երեխան պարկած է ինչ-որ մակերեսի վրա, որը ավելի փափուկ է, քան մեր մահճակալի ներքնակը, ապա միշտ եւ միշտ պետք է երեխային վերահսկել։ Ինչ վերաբերում է ֆիտբոլին, դա նույնպես լրիվ նորմալ գործիք է։ Միակ բանը, որ մեր գլխավոր խնդիրն է, չստեղծել բոլորին հայտնի շեյք սինդրոմը, այսինքն երեխայի ցնցման սինդրոմը, որպեսզի մենք երեխային ուժեղ չցնցենք, այլ պարզապես մեղմորեն օրորենք։ Այդ պատճառով խնդրում եմ յուրաքանչյուր օրորումը մեղմացրեք ձեր ոտքերով, որպեսզի չլինի այնպես, որ երեխայի հետ ամբողջ ուժով այսպես ցնցվում եք։ Եվ դա իսկապես կարող է բերել ոչ այնքան լավ հետևանքների։